Հոսանքը 3 դրամով էժանացնել հնարավոր է, նորից է պնդում հետ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը։ Դավիթ Ղազինյանի խոսքով այս տարվա առաջին 5 ամսում 3 միլիարդ 600 միլիոն դրամ շահույթ է ունեցել ընկերությունը։ Հիմա արդեն այդ թիվը կրկնապատկվել է, հասնելով 7 միլիարդ 200 միլիոնի, ու եթե այդ թիվը բաժանում ես 1 տարում բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի 1 միլիարդ 600 միլիոն կիլովատժամի վրա, պարզվում է, որ սակագինը կարելի է 3 դրամից էլ շատ իջեցնել։ Ընդհանրապես պետք է 7,2 միլիարդը բաժանել 1,6 միլիարդի վրա եւ ստանալ ինչքանով էր հնարավոր իջեցնել բնակության սակագինը։ Հեցի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարն ասում է, որ սակագինն անգամ 5 դրամով կարելի էր իջեցնել, վատ ապրող ընտանիքների համար էլ հոսանքն անվճար դարձնել, եթե էներգետիկայի շուկայից վերջին 3 տարիներին իշխանությունը մոտ 30 միլիարդ դրամ չհաներ։ Ըստ էության այդքան փող է կորցրել հեծը, քանի որ կառավարությունը հոսանքի վաճառքը վստահել է թրեյդերներին։ Շուկան ինչ է ենթադրում, որ ստեղծում են թրեյդերներ, որոնք վաճառում են կիլովատ եւ խոշոր սպառողները կիլովատը առնում են այդ տրեյդերներից, ոչ հեծից։ Հիմա պատկերացրեք, որ 23, 24, 25 թվականի ընթացքում 30 միլիարդ դրամ դուրս է եկել էներգետիկայի համակարգից, այսինքն եթե չեն վճարում հեծին, վճարում են տրեյդերին, որն էլ հոսանքը առնում է ուղիղ կեսերից, չգիտեմ, տարբեր կայաններից, դրա արդյունքում ամբողջ էներգետիկայի համակարգից դուրս է եկել 30 միլիարդ դրամ, այսինքն տարեկան մոտավորապես 10 միլիարդ դրամ։ Ուրբաթ էր Տաշիր կապիտալը գնիչեցման առաջարկի երկրորդ ծրարը տարել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, առաջարկելով թեթևացնել բնակչության հոգսը եկող ձմռանը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է չշտապել, հարցին անդրադառնալ տարեվերջին։ Ասում են տարվա վերջ։ Իմ իմանալով հաշվարկային տարին ավարտվում է նոյեմբերին, այս սակագնի հարցում, այսինքն նոյեմբերինը արդեն գնում է հաջորդ տարվա։ То есть հոկտեմբերը վերջի ամիսն է։ Էլ չեն կարող ասել, հա, միջև տարվա վերջ տեսնենք ինչ է։ Իրենց խաղաքարտերն ենք մենք խառնել։ Ղազինյանի կարծիքով ընտրություններից առաջ հոսանքի գնի իջեցումը Փաշինյանը ցանկանում է օգտագործել որպես քաղաքական դափնիներ վաստակելու բացառիկ հնարավորություն։ Դրա համար էլ մերժվում է Սամվել Կարապետյանի անձնական շահույթի հաշվին էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու Տաշիր կապիտալի առաջարկը։ Իշխանությունները ընդհանրապես որոշել են տարվա վերջում կամ եկող տարվա սկիզբ այս գործընթացը անեն, շեշտելով որևիցե ձևով Տաշիր կապիտալի կամ Սամվել Կարապետյանի անունը եւ վերագրեն իրենց լավ աշխատանքին, ուղղակի չստացվեց հաշվի առնելով, որ մենք ավելի շուտ եւ ասել ենք եւ հիմա էլ պնդում ենք։ Հեցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի առաջարկը հոսանքի գինը փոխելու հարցը քննարկել հեցի դեմ վարչական վարույթի ավարտին անիմաստ է համարում Ղազինյանը։ Հանձնաժողովի նախագահ ասում է վարույթը չավարտվի, միջև վարույթը չավարտվի, այս բան ասում են տնօրենների խորհրդի նախագահի ստացածը եղբայր մտնում է սակագնի մեջ, թե ոչ, ինչ կապ ունի դա վարույթի հետ։ Վախում ես, ասես չի մտնում։ Իսկ ինչու է վարույթը ձգձգվում, ինչու մինչև հիմա հեցին լիցենզիայի ձրկելու որևէ պատճառ չեն գտնում, հարցնում է Ղազինյանը, որն իր խոսքով առաջին անգամ է անօրինությունների այսպիսի շղթայի բախվում։ Ուրա, Ժորժ ջան, այդ դատախազությունն ուրա։ Ուրա այդ որ ասում էին կազմակերպված, այս վերջի հայտարարության մեջ էլ նշել են սխեմաներ են գործել, քրեական չգիտեմ ինչ, լավ ուրա այդ ամեն ինչը, 3 ամիս անցավ։ Վարույթը պետք է տևեր 3 գումարած 1 ամիս։ Միջազգ ձեզ ասեմ, այդ պլյուս 1 ամիսը դա բացառիկ դեպքերում է արվում։ Ինչ որ ֆորս մաժորային, ինչ որ խնդիրների։ Հիմա ձեզ մոտ հարց չի առաջանում, ինչի երկարացվեց եւս 1 ամիս։ Ինչի 3 ամսում չավարտեցին այդ վարույթը։ Ես դրա պատասխանն ունեմ, որովհետեւ ոչ մի բան չեն գտել, որով կարող են գնալ, կարող է գտել են ինչ որ բաներ, որոնք տուգանքի ենթարկելու, տույժի նկատողության, բայց լիցենզիայի ձրկելու հիմք չեն գտել։ Դավիթ Ղազինյանը հեցի ժամանակավոր կառավարչին եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին բանավեճի է հրավիրում հանրային հեռուստաընկերության տաղավար։ Հաշվի առնելով, որ հանրային հեռուստաընկերությունը վաղուց հանրային չի, որտեղից ըստ նրա ստեր են տարածում հոսանքի գինն իջեցնելու իրենց նախաձեռնության մասին։ Աննա Գյուրնազարյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։